Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները հասել են այնպիսի ողբերգական եւ անկանխատեսելի կետի, որտեղ կոտրվում են բոլոր հույսերը, իսկ հերոսները բախվում են իրենց կյանքի ամենադաժան մղձավանջներին։ Իրադարձությունները սկսվում են Նորոյի տանը, որտեղ մթնոլորտը գնալով շիկանում է։ Էլիզը, ով արդեն հասկացել է, որ ընտանիքում ինչ-որ լուրջ բան է կատարվում, փորձում է տատիկից իմանալ ճշմարտությունը, ինչու է նա այդքան հուսահատ փնտրում Բաբկենին։ Թամար տատը, փորձելով խնայել թոռնուհու նյարդերը, անընդհատ խուսափում է ուղիղ պատասխանից ու հորդորում չանհանգստանալ։ Սակայն նրա մի խոսքը բացահայտում է հոգում կուտակված ողջ ցավը։ Ի պատասխան Էլիզի զարմանքի, թե ուր է անհետացել հայրը, տատիկն ասում է, որ լավ կլինի, որ այդպես անհետացած էլ մնա։ Սա սեփական որդուց վերջնականապես հիասթափված եւ հույսը կտրած մոր խոսքեր են։ Բայց ընտանիքի գլխին կախված իսկական փոթորիկը գալիս է բոլորովին այլ կողմից։ Իրականանում է Հասմիկի ամենաստոր ծրագիրը։ Նրա կեղծ ցուցմունքի հիման վրա ոստիկանները գալիս են եւ անմիջապես իրենց տանից ձերբակալում Նորոյին, հարսանիքից ընդամենը 3 օր առաջ։ Տեսարանը սարսափելի է։ Թամար տատն ու Էլիզը կանգնած են կատարյալ շոկի մեջ։ Նրանք նոր են միայն գիտակցում, որ իրենք տուն ու տանիք են տվել, կերակրել են մի օձի, ով հարվածեց ամենացավոտ ու թույլ տեղին։ Հասմիկը պահեց իր չարագուշակ խոստումն առայն, որ Նորոն երբեք չի լինի Մագդայի հետ։ Նորոն ինքն էլ ապշած է մարդկային նման տմարդությունից ու հեռանում է ոստիկանություն, չհասկանալով, թե ինչպես կարելի է սիրո անվան տակ նման ճակատագրական քայլի դիմել։ Էլիզա, ով միշտ աչքի է ընկել իր պայքարող տեսակով, չի լռում եւ անմիջապես գնում է Հասմիկի հետ հաշվեհարդար տեսնելու։ Նա ուղիղ հարցնում է, թե էլ ինչ ստորությունների է ընդունակ այդ աղջիկը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Հասմիկի հոգեբանական ծանր վիճակը։ Նա լացում է։ Նա լացում է, քանի որ ենթագիտակցորեն հասկանում է, որ իր ձեռքերով ճաղերի հետևն ուղարկեց այն միակ տղամարդուն, ում երբևէ սիրել է։ Բայց նրա էգոիզմն այնքան մեծ է, որ նա արդարացնում է իրեն, համարելով, որ սա Մագդային ու Նորոյին բաժանելու միակ եւ վերջին քայլն էր։ Սա հիվանդագին եւ կործանարար սիրո դասական օրինակ է։ Իսկ մինչ Նորոն պայքարում է իր ազատության համար, Մագդան մոտենում է իր կյանքի ամենամեծ գաղտնիքի բացահայտմանը։ Լանան գալիս է Արշակի տուն, բայց այնտեղ նրան դիմավորում է միայն Մագդան։ Աղջիկը, ում համբերության բաժակը լցվել է, սկսում է բացահայտ եւ շատ կոշտ հարցաքննել Լանային։ Նա տալիս է նույն այն հարցերը, որոնք տվել էր Արշակին, բայց դեմ է տալիս անհերքելի փաստ։ Նա ասում է, որ իրականջով է լսել, թե ինչպես էր Արշակը հեռախոսով պնդում, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Մագդան պահանջում է անհապաղ պատասխաններ։ Լանան, ով միշտ փախչում էր պատասխանատվությունից, հայտնվում է կատարյալ խուճապի եւ փակուղու մեջ։ Այս սերիան ապացուցում է, որ գաղտնիքների վրա կառուցված ոչ մի կյանք չի կարող հավերժական լինել եւ որ հատուցման ժամը մոտեցել է բոլոր հերոսների համար։ Սիրելի հետևորդներ, իսկապես ճակատագրական սերիա ենք դիտել եւ ես երկու շատ կարեւոր հարց ունեմ ձեզ։ Առաջինը, ինչ եք կարծում, հարսանիքից ընդամենը օրեր առաջ հայտնվելով ճաղերի հետևում, կկարողանա Նորոն ապացուցել իր անմեղությունն ու փրկել իր ազատությունը, թե Հասմիկի հրեշավոր սուտը վերջնականապես կկործանի նրա կյանքը։ Եվ երկրորդ, տեսնելով Մագդայի վճռականությունը, Լանան կխոստովանի վերջապես, որ ինքն է նրա կենսաբանական մայրը, թե կրկին կգտնի փախչելու եւ ստելու նոր ճանապարհ։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։